Տարբեր ֆինանսական խարդախությունների և կիբերհանցագործությունների զոհ դարձած տասնյակ քաղաքացիներ գլխավոր դատախազության և կառավարության շենքերի մոտ նորից բողոքի ձայն են բարձրացնում։ Հայաստանը դարձել է կիբերհանցագործության, կարելի է ասել կենտրոն։ Խոշոր խարդախությունների բացահայտման նոր տեսանյութեր է ակտիվորեն հրապարակում ներքին գործերի նախարարությունը։ Հատուկ ջոկատայինները զինված ներխուժում են օրինազանցների տուն, նրանց պարկեցնում գետնին, բռնագանձում հափշտակված գումարները։ Քաղաքացիներին ոգևորում են սրանով, իբրև հանցագործություն են բացահայտում։ Հարց, դա որքանով է վերականգնում մեր քաղաքացիների իրավունքները։ Արդյոք դրանով քաղաքացիների ֆինանսական իրավունքները վերականգնվում են կամ այդ ֆինանսները հետ են գալիս քաղաքացիներին։ Իհարկե ոչ, սա արդեն մտահոգություն է, սա արդեն բերում է նրան, որ մենք մտածում ենք, որ հասարակությանը ապակողմնորոշելու միտում ունենք։ Բացահայտումներից հետո ինչու չեն փոխհատուցում մարդկանց վնասները, հարցնում են խարդախության զոհերը, նրանց թվում նույնիսկ թոշակառուներ կան։ 2 տարի է, բացահայտվում է, միլիոններ է բացահայտվում, բայց այդ 65,000 դրամը տենց էլ այդ մարդուն կամ մի շարք տասնյակ հարյուրավոր մարդկանց տենց էլ հետ չբերվեց։ Լղոզված պատասխանները չեն բավարարում քաղաքացիներին, նրանք հստակ քայլերի են սպասում։ Իրավապաշտպան Մհեր Կարագոզյանի խոսքով, եթե քաղաքացիների իրավունքները չվերականգնվեն, ապա կդիմեն ծայրահեղ միջոցների։ Դատախազությունը ունի պարտականություն տուժած քաղաքացիների վնասը վերականգնելու։ Հայաստանի ներսում այսպես հերոսական հռետորաբանությամբ բերման ենթարկված խմբերից բռնագանձում են օրինակ 410 միլիոն դրամ։ Այդ փողերը ինչ է լինում, արդյոք չի գնում պարգևավճար։ Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ վաղը կառավարության նիստում կանդրադառնան իրենց խնդրին, հակառակ դեպքում կշարունակվեն բողոքի ցույցերը։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան և Էլեն Յահինյան, Հայլուր։